Թռչեի մտքով տուն, ուրի մայրն էր արթուն, տեսնեի այն առուն, կարոտով ես անհուն, որ ամեն մի գարուն, ջրերով վարարուն, կարկաչում էր սարերում, ուր ծաղկունքն էր բուրում, ուր մանուկ օրերում հովն էր ինձ միշտ համբուրում, այս գեղեցիկ, բայց կարոտալի տղերելով սկսում եմ հոլովակս, Աստված պահապան լինի մեր զինվոր բալեկին, Աստված խաղաղություն տա համայն աշխարհին, թող աշխարհով մեկ խաղաղություն լինի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, բարի առավոտ, բարի ու հաճելի օր եմ մաղթում մեզ բոլորիս, մաղթում եմ առողջություն, մարդկային ջերմություն, հաջողություն, այս բոլորը նվիրում եմ ձեզ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, սիրելիներս, տեսնում եք այս գեղեցիկ ծաղիկները, թող մեր օրը սկսվի ծաղիկներով, թող մեր օրը սկսվի ուրախությամբ, հաջողությամբ և երջանկությամբ, երբեք ոչ մի մայր չտխրի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, Մարինես ցույց է տալիս մեր գեղեցիկ ծաղիկները, որը արդեն քանի օր է դրել ենք ծաղկամանի մեջ, իսկ հիմա ցույց է տալիս, սիրելիներս, տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է ցույց տալիս Մարինեն, ծառերը գեղեցիկ, կանաչ, հիմա գտնվում ենք խաղաղ բնության գրկում, հարազատներ ջան, բնության խաղաղությունը բուժում է մեր այն ամենը, ինչ չի կարող բառերը մեզ բուժել, հարազատներս, վայելեք այս գեղեցկությունը, իսկ հիմա գեղեցկուհի Մարինկաս ցույց է տալիս մեր դեղցի ծառը, այս էլ մեր ծիրանի ծառն է, փոքր է, անցած տարի ենք տնկել, բայց ասեմ լավ ծաղկել էին, դեղցն էլ ծիրանին էլ, սա էլ տանձ է, այստեղ էլ մեր մալինաներն են, սա սալոր է սև, բավականին մեծ ծառ է դարձել, ափսոս, որ ցուրտը լրիվ բերքը փչացրեց, մալինաները տեսեք անձրևի ցրտի պատճառով ինչքան դեղին են, շատ դեղնած են, պետք է անպայման բուժում տանք, մի անգամ գոնե սրսկենք, անպայման այս կիրակի կսրսկեն, հույսով ենք, որ կկանանչի, կփոխվի թփերը, բավականին շատ բերք կա և խոշոր են, շատ համեղ, քաղցր մալինա է, անձրևները սաղ փչացրեցին, թե ցուրտն ու անձրևը, ծառերը, թե մալինաները, բոլոր բերքը լրիվ հարամեց, սա մեր ընկյուզենու ծառն է, մի հատ էլ այն կողմն ունենք, Հայաստանից է բերված, մեկն էլ կարծեմ ուկրաինական է, տեսնում եք բերքը, շատ կրուժովնիկն է, կապած, մաքուր, բեժարած, հույսով եմ, որ մեկ անգամ սրսկենք կփոխվի, հեսա մոխիր էլ եմ տալու, ասեմ, դե ես չեմ կարող, մոխիրով ջրենք, շատ օգնում է մոխիրը, բավականին ունենք, մեզ բավական է, կոմպոտների համար, սա էլ ծորակն է մեր հողամասի, բայց պետք է հələ գործ կա ծորակի վրա, սա էլ կանաչիներն են, արդեն կամանց ծլում են, ընդամենը մի քանի օրվա է, սա էլ դրսի վարունգի սածիլներն են, բավականին դրել ենք, տեսնում եք, ծածկել ենք, բաչոկները կտրե ծածկել են, շորի տակ էլ ունենք, հատուկ շոր է,
որ պահպանում է համ արևից և տաք է պահում։ Բավականին 50 քանի հատ տնկել ենք։ Խնդրեմ։ Սա վարունգի կորիզներն է։ Այստեղ պամիդորները, որ ավելացավ, հարգելիներս, տնկել է բացօթյա։ Բացօթյա էլ է շատ լավ ըլնում, չնայած սա երկար է, ոչինչ, փայտի վրա կհանենք, թելով կկապենք։ Մի տարի արել ենք, շատ լավ բերք ենք վերցրել։ Սա էլ լոբին է, թրջել էի, տեսնում եք, ինչ լավ ծլում է արդեն։ Համ լոբին է ծլում, համ էլ խոտն է ծլում հետը։ Էսա շուտով որ կանանչի, ավելի գեղեցիկ կլինի հողամասը։ Գարուն է արդեն, տաքերը շատ լավ շոգ է անում, դրա համար շուտ ծլում են, հարգելի բաժանորդներ ջան։ Սա էլ մեր ելակներն են, այսինքն Մարինեիս ելակներն են, թագուհուս շատ է սիրում ելակ։ Լավ էլ այս տարի բերք կա, բավականին շատ։ Աշնանը նորից կշատացնենք մի փոքր տեղել։ Անցած տարի էլ էր լավ բերք, լավ կերան թոռնիկներս։ Տեսնում եք ինչ առատ է բերքը։ Այստեղ էլ Մարինես սիրելի հետևորդներ ցույց է տալիս պիտունյայի ծաղկամանը իր գեղեցիկ գույներով, շատ գեղեցիկ է, շատ։ Տեսնում եք, մի թեթև քամի է, կախովի է, ոչ թե թափվող է։ Սա էլ դեղնավուն, առանժը, լիմոնի գույնը խառնված են իրար բոլոր գույները այս մի ծաղկամանի մեջն են, որը ինձ շատ հոգեհարազատ է այսպիսի գույներով ծաղիկները։ Գրեք, որ շատ գեղեցիկ է տիկին Մարինե և շատ սիրուն նայվում է։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ էլ ծաղիկներն են, արդեն կոկոմած մեր իրիսներն են, շուտով կբացվեն, նորից կզարդարեն մեր պարտեզը, վարդն է, պիոնն է այստեղ, այս ծաղիկներն են, որի անունները չգիտեմ, մարգարիտկա, վարդը, ծաղիկներ, ծաղիկներ, անթառամ ծաղիկներ, մեր սիրո կարոտի անմոռաց ծաղիկներ։ Սիրելիներս, կներեք, լավ չեմ կարողանում երգել, բայց երգեցի բոլորիդ համար այս գեղեցիկ ծաղիկները։ Տեսնում եք, շատ գեղեցիկ մարգարիտկաներ են, մեծացել են, ավելի փարթամացել են գլխիկները, զարդարում են, ինչպես միշտ ասում եմ, մեր կանալիզացիայի լուկը։ Այստեղ էլ եղևնիներն են, գեղեցիկ ծաղիկներն են արդեն փռված, սրանք էլ շուտով կոկոմ կտան, կծաղկեն և կտեսնենք ինչպիսի ծաղիկներ են։ Խնդրեմ իմ լավ բարեկամներ, որքան իմ գեղեցկուի մարալս նկարում է, այնքան էլ ցույց եմ տալիս, ներող կլինեք, եթե մի քիչ վատ նկարած լինի, երեխա է։ Այստեղ էլ ասեմ, որ խաղողի վազերն են, հույս չունեի, որ թուփ կտամ, բայց տերևակալել են, տեսնում եք, խաղողի ողկյուզներն են արդեն երևում, ցույց է տալիս իմ աղջիկը, շատ գեղեցիկ է, դառնում կամանց, արդեն տերևները, որ դուրս են գալի, վազն էլ է գեղեցկանում։ Հույսով եմ, որ մեր տոլմայի ձմռվան տոլմայի թուփը կհավաքեմ։ Մի անգամ էլ է ցույց տալիս։ Իսկ հիմա սա մեր չարաճճի Կեշան է երգող, մեր սիրուն թռչնակը, սիրելիներս։ Հիմա գնանք ներս, տեսնենք Մարինկաս ինչ է ուզում մեզ համար և ձեզ համար պատրաստի։ Գնացինք ներս, ձեզ էլ մեզ հետ տա։ Ողջունում եմ բոլորին։
Շատ շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Այսօր պատրաստել ենք փափուկ պեչենի կոֆեի համար, որ պապային գան խմեն կոֆե։ Գնացինք։ Մի բաղադրիչները։ Կարագ, տվորոկ, ալուր, 250 գրամ, շաքար, 100 գրամ։ Էսի սախարնի պուդրայա։ Դե սախարնի պուդրան ինչքան ուզում եք։ Ինչքան սիրում եք դուքան։ Վանիլին, разрыхлитель, մի քիչ բուսայուղ ու մի հատ ձու։ Հիմա սկսում ենք պատրաստել խմորը։ Լցնում ենք տվարողը, մասլը, ու խառնում ենք էդի շատ լավ։ Կարագը ու տվարողը խառնելուց հետո ավելացնում եմ ձուն։ Իրար հետ լավ խառնեցի, հիմա լցնում շաքարավազը։ Հիմա խառնում ենք։ Լցնում ենք հիմա վանիլինը։ Խառնեցինք, պրծենք, հիմա լցնում ենք ալուրը։ Если мы еще харнек, улезем разлепитель. Эти разлепителя надо же уточниться. Ու հիմա լավ պետք է խառնենք։ Հեսա պատրաստեմ պրծնեմ խմորը, դնեմ սառնարանը ու հետո մենք էլի կտեսնվենք։ Սիրելի հետևորդներ ջան, խմորը ինքս եմ բացել, տվել եմ Մարինկան, արդեն կտրտում է, ինքը չէր կարող բացել խմորը։ Հիմա տեսեք ինչ լավ կտրտում է իմ սիրունիկ աղջնակը։ Հիմա կսում ենք բուսայուղ։ Բուսայուղը քսելուց հետո ցանում եմ մի բարակ շերտով շաքարավազ։ Սա է փաթաթեմ, ուրիշներն է կադրից դուրս։ Հելնեք ինչ սիրուն ստացվեց։ Տեսնում եք ինչ սիրուն գեղեցիկ ստացվեց։ Խմորը շատ փափուկ է։ Հիմա դնեմ ջրած մեջ ու հետո ռեզետատը ցույց կտամ։
Հələ տեսեք ինչ համով սիրուն ստացվել է։ Արդեն երևում որ համով է։ Ես հիմա կփորձեմ, բայց շատ ակ է։ Մի քիչ կսարել, հետո կփորձեմ։ Ու հələ նայեք ինչ սիրուն ծաղիկ է, զարդարում է պրամ պեչենիների կողքը։ Իմ սենյակից եմ վերցել։ Հիմա տեղափոխելու եմ մատուցող ափսեի մեջ։ Լավ, սենց դնենք։ Հետո ինչտեղ չի անի, կդնենք վերևը։ Հələ դնում եք, հələ տեսեք։ Ինչ սիրուն ստացվել է։ Շատ է զուր, որ հոտը չեմ կարող ձեզի տեղափոխեմ։ Էդ իմ առաջի թխվածքն է։ Ինչ, փափուկ ու համեղ ստացվել է։ Հիմա փորձենք։ Հələ տեսեք ինչ փափուկ է։ Կտրեք։ Հələ տեսեք։ Շատ համեղ է ստացվել, շատ։ Հիմա լցնենք պուդրայի փոշի։ Բավական է։ Շատ մերսի, որ նայեցիք ու փորձաք այդ հոլովակը, ես ձեզ շատ սիրում եմ։ Շաքարի փոշին ցանելուց հետո բոլորիդ ցույց է տալիս սիրելիներս, թե ինչպես է ստացվել։ Սիրելիներս, ստացվեց շատ համեղ, փափուկ, փխրուն կատնաշոռով պեչենիներ։ Առաջին անգամ էր Մարինես պատրաստում թխվածքաբլիթ։ Եթե հավանեցիք, դրեք լայք, սեղմեք զանգակոճակը, գրեք մի լավ գրառում և բաժանորդագրվեք, որի համար շատ շնորհակալ կլինենք։ Այսքանով ավարտում է այս գեղեցիկ քաղցր հոլովակը։ Ցտեսություն բոլորիդ։